Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը արդեն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր, եւ այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ Իհարկե այդ գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով մեր գործընկերներին ենք փոխանցել նաև ժամանակակից հայ գրողների եւ նաև թարգմանական գրականության նմուշներ։ Հուսով եմ, որ կարդալու ժամանակ կունենանք եւ նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետեւ սա իսկապես մեր աշխատանքի եւ զարգացման կարևոր բաղադրիչ է եւ կուզեմ նաեւ առիթից օգտվելով նշել, որ իրականում ընթերցանության խրախուսումը կառավարության քաղաքականության շատ կարևոր եւ առաջնահերթ ուղղություն է։ Մենք արդեն երկրորդ տարին կազմակերպում ենք ընթերցանության օլիմպիադա 5-րդ եւ 6-րդ դասարանների համար։ Ունենք ընթերցանության խրախուսման ծրագրեր տարրական դպրոցից սկսած, որտեղ իրականում տեքստը կարդալու, վերլուծելու եւ հասկանալու հմտությունները բազային են ցանկացած ոլորտի գիտելիքը ընկալելու, յուրացնելու եւ ցանկացած մասնագիտության մեջ առաջխաղացում ունենալու ուղղությամբ եւ հենց այս պատճառով է, որ ընթերցանությունը ըստ էության մեր աշխատանքների առանցքում է ընկած եւ մեծ ուրախությամբ պետք է նշեմ նաեւ, որ կառավարության առանձին քաղաքականությունը զարգացնել գրահրատարակչությունը եւ գրական շուկան, որի հարթակներից մեկն էլ գրքի Երևանյան միջազգային փառատոնն է, նույնպես հաջողությամբ զարգանում է։ Անցյալ տարի գրքի փառատոնը առաջին անգամ կազմակերպվեց նաև մարզերում, Կապանում եւ Գյումրիում եւ այնպիսի ցուցանիշ, որ մենք օրինակ նախորդ տարի գրքի փառատոնին 18000 գրքի վաճառք ենք ունեցել, որը 33%-ով ավելի է, քան դրա նախորդ տարի, 40000 մասնակից, որը 23-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, ցույց է տալիս, որ ընթերցանության ու գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեր երկրում հանրության շրջանում մեծանում է եւ մեր քաղաքականությունը այդ ուղղությամբ պետք է շարունակվի եւ դառնա նաեւ ավելի թիրախային։ Բոլորիս եւս մեկ անգամ շնորհավորում եմ եւ մաղթում եմ հաճելի ընթերցանություն։ Շնորհակալություն։